Նախ ուզում եմ ասեմ, որ շատ լավ թեմա է ու ուզում եմ ասեմ, որ վերջի տարիներում շատ խաղահրապարակներ, զբոսայգիներ են կառուցվել, շատ ուրախ եմ դրա համար, բայց մենք ունենք մի հատ էլ խնդիր, որը վերաբերվում է թափառող շներին, որոնք հենց այդ տարածքներում շատ են։ Ես օրինակ բերեմ, շատ մարդիկ, շատ քաղաքացիներ առավոտյան ուզում են սպորտով զբաղվել, գնում են մարզահամալիրներ, բայց շներին տեսնելով գնում են, վախենում են։ Այդ ունի համ հոգեբանական, համ էլ ֆիզիկական ռիսկեր։ Ասեմ, որ թափառող շների հարցը միջազգային մասշտաբի բարեկեցության առողջապահական հարց է, ու չի ուզել էլի, որ այս հարցը տենց մնա, որտեղ շատ խաղահրապարակներում շատ են շները, շատ երեխաներ են վախենում, քաղաքացիներ։ Կուզենայի մտ առաջարկ անեի, որ քաղաքապետարանի հետ համագործակցենք, դրանից հետո ամեն համայնքում մտ տարածք առանձնացնենք, որ այնտեղ շներին որ պահեն, որպեսզի երեխաները ունենան անվտանգ բակեր, իսկ շները հոգատարություն ստանան ու հնարավորություն ստանան իրենց նոր տերերին գտնելու, որովհետև նես չի, որ թափառող շները կենդանիներ չեն կամ ինչ-որ ձևով տարբերվում են, նրանց խնամք է պետք եւ հոգատարություն, որովհետև մենք շատ ենք ականատես լինում վատ դեպքերի, հիվանդ շներ, բռնության ենթարկված շներ ու չի ուզի որ տենց լինի։ Շատ լավ, ձեր հարցին կպատասխանի պարոն Մադացյանը, քաղաքապետի տեղակալ։ Հարգելի գործընկեր, ես ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ Երևան համայնքը ունի կենդանիների խնամքի կենտրոն ՀՕՀԱԿ, որ ամբողջ այդ ձեր պատկերացումները կենդանիների նկատմամբ այնտեղ սա իրականություն է դառնում, ստերջացումներից բռնցրած եւ մինչև այդ թափառող կենդանիներին հավաքագրմամբ, ասեմ ավելին, որ այս տարի ունենալու ենք 300 թափառող կենդանիների մասով կացարան, իսկ ինչ վերաբերում է շների հատուկ տեղ առանձնացնելու համար, Երևան համայնքը ունի 8 նմանատիպ շների համար զբոսայգիներ, տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև ես կուզենայի դուք մասնավոր դեպք վերեցիք, որ սպորտ դահլիճ այցելելուց վախենում են այցելել, խնդրեի հասցեն ասեք, մենք արագ կարձագանքենք այս մասով։ Մալացիա Սեբաստիա համայնքի եկեղեցում հարակից տարածքում կա սպորտ համալիր, նաև այգի, որտեղով առավոտյան զբոսնում են, ու կապ չուներ առավոտյան թե երեկոյան, էլի շները կան, մարդիկ վախենում են։ Մալացիա իսկ կներեք էլի Մալացիա Սեբաստիա համայնքում էլ ունեք, տենց առանձնացած տարածք։ Այո, կա։ Շնորհակալություն։